Ուսուցիչը ուղղակի իրավունք չունի լճանա, գիտելիքները ճահճացնի։ Մասնակցեցի կամավորատեստավորմանը 50%-ով բարձրացավ իմ աշխատավարձը։ Հյուսիսում հասնում էին մինչև հայկական Տավրոսի լեռներ։ Հանգամանքների բերումով ես ընտրեցի պատմության եւ իրավունքի ուսուցչի մասնագիտությունը, իսկ տարածք աշխարհագրական առումով ինչ կուզեի Գիլիկյան Հայաստանի ժամանակակիցը լինել, որտեղ մեր պատմության մեջ դա մի հատ ուրիշ շրջան է, երբ որ մեր պատմական հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու հայը կարողացավ ինքնության այնպիսի մի աստիճանի հասնել, որ հեռավոր ափերում պետականություն ստեղծեց։ Ես միշտ իմ աշակերտներին ասում եմ, որ պատմությունը դա գիտություն չէ անցյալի մասին, դա գիտություն է ապագայի մասին։ Իմ դասերի ընթացքում այն ինչի մասին, որ ես խոսում եմ, անպայման դա պրոյեկտել մեր իրականության վրա, որպեսզի աշակերտի համար ավելի հասկանալի լինի։ Եվ ի վերջո նաև իմ նպատակն է պատասխանատու քաղաքացի դաստիարակելը։ Եվ այդ առումով մեր առարկան շատ կարևոր նշանակություն ունի։ Ինձ ով կասի Գիլիկյան Հայաստանը իր պատմության ընթացքում ինչ շրջաններ է ապրել։ Ինձ հաջողվում է աշակերտների հետ թեկուզ տարբեր բնավորության տեր, տարբեր դաստիարակության, տարբեր ընտանիքներից, բայց կարողանում եմ լեզու գտնել։ Ես էլ եմ նրանցից շատ բան ստանում, լիցքավորվում եմ, ինձ մշտապես երիտասարդ եմ զգում։ Գունդս 10 տարվել է։ Երբ 2021 թվականին առաջին անգամ ներդրվեց կամավորատեստավորման այդ համակարգը, ինձ եւ իմ մյուս գործընկերներին շատ ոգևորեց մեր տնօրենը։ 21 թվականին առաջին անգամ մասնակցեցի կամավորատեստավորմանը եւ 78% արդյունք ունեցա, որի արդյունքում իմ աշխատավարձը 30%-ով ավելացավ։ 2024 թվականի նոյեմբերին մասնակցեցի կամավորատեստավորմանը, ստացա 94% արդյունք։ Արդեն 50%-ով բարձրացավ իմ աշխատավարձը։ Իհարկե դա շատ նաև նպաստեց իմ մասնագիտական գիտելիքները մեկ անգամ էլ վերանայելու, ինչու՞ չէ խորացնելու, դե էլ չեմ ասում ֆինանսական բաղադրիչը։ Ուսուցիչը ուղղակի իրավունք չունի լճանա, գիտելիքները ճահճացնի, ունի շատ լուրջ մրցակից, իդեմս արհեստական բանականության, միանշանակ գնալ եւ ատեստավորվել։